Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 20-ի համար։ Հարգելիներս, իմ գցելու պահը արդեն կարագացնեմ, այդպես ինձ թվում ավելի լավ է։ Այնպես որ հաջորդ նշանից հետո շատ արագ կարող եք անցնել նախորդ նշանից հետո։ Շատ արագ կարող եք անցնել ձեր նշան, ավելի հեշտ կգտնեք։ Քան սպասեք, թե մինչև ես այդքանը կգցեմ։ Կարագացնեմ իմ ամբողջ գցելու process-ը, որպեսզի ձեզ համար շատ հեշտ լինի։ Այսքանը եւ տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 20-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը տատանվում եք, ինչ-որ բան է ձեզ տանջում, սա այն ծանրութեթև անելը չի, այլ անել թե չանել, այստեղ միգուցե հեռախոսազանգի մասին է խոսքը, վերցնել հեռախոսազանգը կամ զանգահարել, թե ոչ, ինչ-որ այդպես։ Օրվա ընթացքում կարող եք հուզվել, որովհետև ինչ-որ գործեր առաջ են գնում, զարգանում են եւ դա ձեզ հուզմունք է բերում, միգուցե հարաբերությունների հետ է կապված, միգուցե մեկ այլ հարց է շատ կարևոր։ Այստեղ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, միգուցե նաեւ այդ հարցերն են ձեզ մոտ առաջ գնում։ Ինքն է դեպի լավը գնում, դրա համար հուզվում եք։ Նաեւ ոմանք այցելեն ՎՑ բժշկական կենտրոն, բայց հետո վիճում եք։ Չգիտեմ, բժշկական կենտրոնում եք վիճում, թե մեկ այլ մարդկանց հետ քնելուց առաջ կվիճեք մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 20-ին։ Հարգելի ցուլեր, ուշադիր եղեք, այստեղ կարող եք ժամը բաց թողնել, ճիշտ ժամանակին ինչ-որ միտեղ լինելու հնարավորությունը ձեր ձեռքից բաց թողնեք, կամ մեկ այլ հարց սա կարող է լինել նաև։ Ժամի հետ կապված, ժամանակի հետ կապված, այդ ժամին պետք է այնտեղ լինեիք եւ հիմա այնտեղ չեք, ոնց որ կորցնում եք այդ հնարավորությունը։ Նաև օրվա ընթացքում օցեր կան, չար մարդիկ, չար խոսակցություններ եւ նաեւ սպասում եք, ինչ որ մեկին եք սպասում, միգուցե հենց օցին եք սպասում, միգուցե օցի տարուն ծնված ոցամ անձնավորությունը, միգուցե իմաստուն անձնավորություն եմ սպասում եք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։
Ինչ է սպասվում եկօրյակներին օգոստոսի 20-ին։ Հարգելի եկօրյակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, նա կարող է լինել ձեր մայրը կամ նաև մեկ րոպե, ահա կներեք։ Ուրեմն այստեղ հանդիպում դե շփում արդեն ասացի այդ տղամարդու հետ, օրվա ընթացքում հաջողություն կունենաք, բայց նայեք, օրվա վերջ այստեղ գորգռում եք։ Եթե գորգռում եք ձեր գործերը, որ առաջ տանեք, ապա ասամ առաջ չեք կարող տանել։ Բայց նաև կարող եք բաց թողնել, եթե ինչ-որ գորգռում եք, նյարդային եք եւ կարող եք ուղղակի նստել, ոչինչ չանել, այդ ժամանակ դուք կարող եք ուղղակի ձեր գործերը առաջ մղել, բայց չեք անում։ Դրա համար երկար մտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 20-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը մտքերի մեջ եք լինելու, կմտածեք ինչ-որ բանի մասին, ինչ-որ մեկի մասին եւ հետո վիճում եք։ Մտքերը ձեր միգուցե տանում են դեպի վեճ։ Այնքան եք մտածում։ Այստեղ նաեւ ընտանիքի անդամների հետ կարող եք վիճել, ձեր զույգի հետ կարող եք վիճել։ Դա կարող է նաեւ լինել գումարի պատճառով։ Այդ օրը ոմանք գումար կստանան, ոմանք գումար կծախսեն, ոմանք էլ միգուցե ծախսերն է, որ այստեղ խոսակցություն է առաջացնում, կամ ուղղակի աշխատելու, հա, գումար վաստակելու համար այստեղ խոսակցությունը եւ վեճը։ Այդտեղ հույսով լցված եք, ինչ-որ բան եմ բաց թողել եմ այսք։ Հույսով լցված եք, միգուցե գումարի հետ է դա կապված իրոք եւ դրա համար վիճում եք։ Հույսով եք միգուցե գումար տուն կբերի, հուսով եք գումար կգա, հուսով եք կարողանաք վճարել, այդպես եւ ոնց որ հույսն այդ կարող է կորում է։ Եվ դրա համար վիճում եք եւ առավոտյան եք վիճում, մտածում եք, հետո հույսով եք, որ գումարը կբերի կամ գումարը կկարողանաք ստանալ, հետո չեք կարողանում, հա, կարծես թե այստեղ եւ երեկոյան դրա համար էլ վիճում եք։ Կամ այնքան չի գումարը ինչքան որ պետք է, մի խոսքով, ինչ որ պահեր են այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում հարուստներին օգոստոսի 20-ին։
Հարգելի առուսներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր կարիերային, որպեսզի այն չնվազի, չնայած մի հատ կարող եք հետևել, հա, նվազում է արդյոք, թե աճում է այդ օրը։ Նաև ոմանք այդ օրը պայմանագիր կկնքեն, միգուցե իրոք բարձրանում է, ոչ թե նվազում է, ուղղակի ինքը թարս դիրքով է։ Դա համար ուշադրություն դարձրեք ինչ է ասում այդ քարտը ձեզ թարս վիճակով։ Նաև այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթուղթ կարող եք ստանալ, ուղարկել փաստաթուղթ, նաև դա կարող է լինել ինչ-որ ստորագրում, պայմանագրի կնքում, տոմս նաև, կամ մեկ այլ բաներ այստեղ, ինչ-որ թղթի հետ է կապված, փաստաթղթի հետ է կապված։ Օրվա ընթացքում այստեղ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք եւ օրվա վերջ դեռ տատանվում եք ընտրության առջև եք, միգուցե հենց դրա հետ է կապված, թե ինչպես կարող եք այն լուծել, այդ խոչընդոտները ինչպես կարող եք կառավարել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 20։ Հարգելի կույսեր, այդ օրը կարող եք վերցնել հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել, տան հետ կապված հարցեր են դրանք, հետո արդեն փակ կլինի։ Դա համար փորձեք տրված հնարավորությունից անպայման օգտվել, որտեղ հետո արդեն փակվում է։ Չեք կարողանում անել, միգուցե առիթ գնալն է, միգուցե առիթ անելն է, միգուցե ինչ որ մի բան է տան հետ կապված, տուն գնելը, կամ եթե գնում եք տուն նայելու, կարող է հետո բրոկերին կամ այդ մարդուն հարմար չէ եւ բաց եք թողնում այդ հնարավորությունը։ Բայց օրվա ընթացքում ինչ որ մի բան տեղի կունենա, որ կկարողանաք այդ հարցին լուծում տալ, բայց այդ պահին չէ, այդ պահին ոնց որ կորցնում եք այդ հնարավորությունը։ Օրվա վերջ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին օգոստոսի 20-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան է տեղի ունենում, որ կարող եք արտասվել, կարող եք հուզվել։ Միգուցե գնում եք հարցազրույցի, միգուցե գնում եք պետական աշխատողի հետ հանդիպան, որտեղ այնտեղ ոչ մասնագետի եք տեսնելու այդ օրը։ Նաև դա կարող է լինել հակառակ process-ը, նաև չի բացառվում։ Եվ աշխատանքի ընդունվելը նույնպես։ Նաև օրվա ընթացքում տատանվում եք, ինչ-որ հարցեր ծանոթ կանեք, նաև ընտրության առջև կարող եք կանգնած լինել։ Օրվա վերջ նամակագրական կապի մեջ եք լինելու ինչ-որ մարդկանց հետ,
փաստաթուղթ կարող եք ստանալ, գրանցել, լրացնել, ուղարկել կամ ինչ-որ բաներ կարող եք ստորագրել, նաև չի բացառվում օրվա վերջ դա արդեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 20-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը գորգռում եք և դրա պատճառով կարող եք որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։ Օրվա ընթացքում նամակագրական կապի մեջ կլինեք, նաև կարող եք փաստաթուղթ ստանալ, փաստաթուղթ ստորագրել, ինչ-որ գործողություններ անել փաստաթղթերի հետ կապված և հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղամարդու հետ, գուցե իրար հետ նամակագրական կապ է, կարող է նոր ծանոթություն է, կարող ձեր հայրն է։ Եվ օրվա ընթացքում ոմանց սեր խոստովանեն, ոմանք իրենց սիրելիների հետ կլինեն, սիրելիի վերադարձ, սիրելիի հանդիպում, գուցե նախկին սիրելիի հանդիպում, դեռ խավարման միջանցքում եք, ամեն ինչ հնարավոր է։ Եվ ոմանք իրանց սիրված կզգան, ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որ դուք ձեզ շատ լավ զգաք, սիրված զգաք։ Օրվա ընթացքում նաև ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, միգուցե ոմանց համար սա նաև սիրուն է վերաբերվում, այսինքն իրար հետ հաշտվելուն, իրար հետ խոսելուն, կարող եք ելք փնտրել տվյալ անձնավորության հետ խոսելու։ Եվ այդտեղ ճանապարհ եք գնալու, կամ ճանապարհի համար եք վիճում, կամ ճանապարհին եք վիճում, ինչ-որ մեկի հետ։ Դե ճանապարհին ընդհանրապես չի կարելի վիճել։ Ով ուզում է ղեկը, ում ձեռքը ուզում է լինի ղեկը։ Հենց 99% ավտովթարները տեղի ունենում հենց այդ խնդիրների պատճառով։ Միևնույնն է, ինչքան էլ ասում են, որ հեռախոս չի կարելի օրինակ, կամ ընդհանրապես, դե ինչ իմանաս կողքը տով է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 20-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը գորգռում եք առավոտյան երկերեսանիների վրա, նաև կարող է այստեղ հանկարծակի լուր եք լսում կամ ասում են իրենք կամ իրենց մասին եք իմանում և սկսում եք գորգռալ, վիճել կամ իրենց հետ, այլ շատ գորգռում եք։ Օրվա ընթացքում աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կան։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք հարցազրույցի, ոմանք ինչ-որ կարող է աշխատանքի հետ կապված թեմայով եք խոսում, կամ նաև պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել օրվա ընթացքում, բայց հաջողություն ունեք։ Ոմանք կարող են դռները փակել աշխատանքի վայրի, այլևս չգնաք այնտեղ։ Խավարում է։
Այսինքն խավարման միջանցքում ենք եւ եթե դուրս գաք, այլևս կողեք չգնալ այնտեղ։ Նաեւ սա կարող է հենց դռները բացվում հաջողությունը աշխատանքի մեջ կամ ձեր կատարած աշխատանքի մեջ կամ այնքան շատ աշխատանք ունեք, որ դա ձեզ հաջողություն է բերում ուղղակի։ Այդ օրը շատ գումար միգուցե։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 20-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ բան փայք է, չի ստացվում անել, հանկարծակի լուր կարող եք լսել այն, ինչը որ պետք է ձեզ ուրախացներ, կարծես թե տխրեցնում է, այսինքն որտեվ չի լինում, փայք է։ Միգուցե նաև կապված է ոչ է կնոջ հետ կամ ոչ է կին է մեղավոր, որ ինչ-որ մի բան փայք է, չի ստացվում։ Օրվա ընթացքում տան հետ կապված ոչ է հարցեր ունեք, միգուցե առիթ է, միգուցե ձեր տանը կամ պետք է գնաք կամ ինչ-որ հարցեր են, որոնք պետք է լուծեք, տանն է վերաբերվում, բորկա է, մաքրություն է եւ այլն։ Եվ օրվա վերջ հանդիպում շփում կունենաք ոչ է կնոջ հետ, աղջկա հետ, ոմանք, կարող է նոր ծանոթություն է։ Սպասման մեջ եք լինելու, սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եւ հաջողություն ունեք։ Յուրաքանչյուր գործում օրվա վերջը արդեն այն ինչ-որ կանեք, ձեզ հաջողություն կբերի։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 20-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը վիճում եք ինչ-որ մարդկանց հետ, կարող եք վիճել եւ ձեր ձեռքից որևիցե հնարավորություն բաց թողնել։ Նաեւ հետո սկսեք տատանվել արդեն, լավ արեցիք թե ոչ, ճիշտ արեցիք թե ոչ կամ հաշտվեմ թե ոչ, խոսեմ առաջինը թե ոչ, ինչ-որ բաներ են, որոնք այդտենց այով ոչ, անեմ, չանեմի մեջ եմ։ Օրվա ընթացքում գումար կստանաք կամ գումար կծախսեք եւ այստեղ կարիերայի փոփոխություն է կամ պայմանագիր եք կնքում նոր կարգավիճակ է կամ հակառակը պայմանագիր ոնց որ չեք կնքում եւ կարգավիճակը հա այնպես չէ ինչպես դուք եք ուզում կամ դա կարող է լինել հա կարիերայի նվազում դա արդեն միգուցե նոր պայմանագիր է կամ չեն երկարացնում կամ հակառակը
այդ պայմանագիրը երկարացնում են եւ ձեր կարիերան ավելի է առաջ գնում, կարգավիճակը նույնպես։ Այսքանը ձեզ համար։ Այստեղ նաև կարող է հաճախորդների հետ խոսեք, եթե հաճախորդներ ունեք, ապա կարող եք հաճախորդների հետ նաև խոսել, զրուցել նամակագրական կապ ունով, աշխատանքին վերաբերվող։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 20-ին։ Ինչ է սպասվում ձկներ։ Հարգելի ձկներ։ Ինչ է սպասվում ձկներին։ Հարգելի ձկներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ որ մեկին կսպասեք եւ մտքերի մեջ կլինեք, արդյոք ինչ է ուշանում, հա, կարող նման ինչ որ հարցեր են։ Ինչ է ուշանում, հա, կամ ձեզ հարց կտակ, այդպես ինչ որ հարցեր են ձեր մեջ առաջանում սպասման ընթացքում։ Նաեւ օրվա ընթացքում գործերը առաջ կմղեք, կտանեք առաջ, որքան հնարավոր է շատ բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք այդ օրը եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ են ձեզ մոտ գալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։